Բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ։ Մենք շարունակում ենք մեր ինքնությունը նախագծի դրվագները, որտեղ մենք հյուրընկալում ենք բացառիկ հյուրերի, բացառիկ այն առումով, որ այդ մարդիկ ունեն խորքային ասելիքներ եւ հասարակությունը, հանրությունը ըստիս չի ասի, որ կարոտ է մնացել, բայց կարեւոր է լսել այդ խոսքը, կարեւոր է ունկնդիր լինել այն մարդկանց, ովքեր ամեն օր չէ, որ տաղավարներում նստած բղավում են աչուձախ տարբեր խնդիրներից եւ հատկապես այսօրվա խորհուրդը այս հաղորդման ուղղակիորեն կապված է ցեղասպանության հիշատակին, քանի որ ինքը եթերը հեռարձակվելու հենց ապրիլի 24-ին, հետեւաբար մենք այս թեմայի մեջ ենք լինելու, որքան էլ այն տրանսֆորմացիայի է ենթարկվում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով այս խնդիրը մենք չենք կարող իրեն հենց այնպես ուղղակի անցկացնել, առավելևս որ տեսնում ենք վերջին ժամանակներում շահարկումներ այդ թեմայով։ Ես չեմ ուզում ասել, որ իշխանությունները պատրաստվում են հրաժարվել, բայց կա նման միտում համենայն դեպս տեսնելու, որ անգլերեն ասում են downgrade անել, այսինքն ամբողջովին արժե զրկել ինչ-որ բաներ, միգուցե թողնել կաղապարը, միգուցե թողնել այն հիմնական կետերը, բայց գլոբալ առումով իրեն ավելի շատ քաղաքականացնել եւ քաղաքական այս առևտրի մեջ իրեն դնել որպես այսպես զոհասեղանին, այսպես ասած, այսինքն այն գինը վճարել, որի հետևանքով, որի արդյունքում իշխանությունները իրենց պատկերացում կարող են ունենալ ինչ-որ դիվիդենտներ։ Բայց ես չեմ ուզում քաղաքականացնել այսօր եւ ներկայացնել մեր այսօրվա հյուրին Սամվել Ֆարմանյան։ Սամվել, ողջունում եմ։ Շատ ուրախ եմ տեսնել մեր տաղավարում։ Սամվելը պատմական գիտությունների թեկնածու է, շատերը Սամվելին գիտեն բնականաբար եւ քաղաքական անցուդարձից եւ նախկինում աշխատանքը, որ դուք զբաղեցրել եք եւ հուսատեսության ոլորտում եւ որպես նախագահի մամուլի քարտուղար եւ այլն, այսինքն ձեր ճանապարհը բավականին բազմազան է, բայց ըստիս ինչպես որ իմ պարագայում է քչերը գիտեն, որ դուք նաեւ գիտնական եք։ Ցավոք ոչ ամենօրյա սկզբունքով դրանով զբաղվող շատ ցավոք, բայց այո։ Դուք ունեք երկու շատ կարևոր գիրք, մեկը կոչվում է Ճապոնական հրաշքը եւ ճապոնացիները եւ երկրորդը միայնակ ընդդեմ ճակատագրի, սա ֆուտբոլային դիվանագիտության մասին, այսինքն հայ-թուրքական հարաբերությունների մասին, ինչը այսօրվա ըստեյության դեպ թեմայի ուղղակիորեն առնչություն եւ ճապոնական հրաշքը ինչով է ըստիս կարևոր, որովհետեւ ցավոք ես նկատել եմ, որ շատերը 20 թվականի պարտությունից հետո փորձում են զուգահեռներ անցկացնել այն իմաստով, որ տեսեք Ճապոնիան է պարտվեց, բայց ինչպիսի պետություն դարձավ, տեսեք Գերմանիան պարտվեց, բայց ինչպիսի պետություն դարձավ։ Այդ ուղիղ կապը շատ վտանգավոր է ըստիս, ես կուզեի, որ մենք հասկանանք արդյոք դա պարտության հետևանք է, որ Ճապոնիան իր տրանսֆորմացիայով է անցնում իր ինքնության հետ կապված։ Եվ մենք ի վերջո հասկանանք, թե ցեղասպանության ազդեցությունը մեր ինքնության վրա եւ հիմա արդյոք դա շարունակվում է եւ ինչպես ենք մենք փորձելու կարողանալ լավագույնս դրական իմաստով, թե կարելի այդպես ասել, այսինքն շահած դուրս գան գոնե ինչ-որ մի ձևով։ Գեորգյան, շատ շնորհակալ եմ հրավերքի համար, նախ թույլ տվեք առիթից օգտվելով ասել, որ ես ձեր շարքի մեր ինքնությունը մշտական դիտողներից եմ, եւ սա ավելորդ գովասանքի խոսքեր չի, ինչու, որովհետեւ ցավոք սրտի մեր հանրային դիսկուրսում ամենաառանցքային ու ամենակարևոր թեմաների մասին լրջմիտ քննարկումների սուր պակաս կա, առավել եւս թվային աղմուկի մեր դարաշրջանում, երբ բոլորը ամեն ինչի մասին կարծիք ունեն եւ բարձրաձայնում են, ընդ որում դա էլ երևի նորմալ կլիներ, եթե միմյանց լսեին։ Բայց այդ աղմուկի մեջ գնում կորում է ամեն բան, բայց դրանով հանդերձ կան խնդիրներ, որոնք մեր կամքից անկախ գոյություն ունեն։ Եվ այդ պատկերավոր օրինակը ցանկանայի կրկնել ճիշտ այնպես, ինչպես Աստված մի առաս է, եթե մարդու մարմնում զարգանում է որևէ շատ լուրջ հիվանդություն եւ մարդը չնկատելու է տալիս, դա էլ տարբերակ է, բայց դա չի օգնում հիվանդության անհետացմանը, պարզապես դա տալիս հնարավորություն չնկատել այդ հիվանդությունը, որը ինչ որ պահի իր ողջ հասակով կանգնում է։ Ավասիկ ես ձեր այդ ամբողջությամբ համաձայն եմ, որ մեր ժողովրդի հետ այսօր տեղի է ունենում լրջագույն եւ շատ խորքային բաներ են տեղի ունենում եւ դա առնչվում է մեր հավաքական ինքնությանը, այն ինչ որ մենք կարող ենք բնորոշել ինքնություն, մեր շատ ավելի
ձևակերպենք մասնագիտորեն չտեղեկացված հեռուստադիտողների համար, եկեք սահմանենք, որ երբ որ մենք ասում ենք մեր ժողովրդի ինքնություն, ի նկատի ունենք բոլոր այն բաղադրիչները, որոնց հանրագումարի արդյունքում մենք մեզ համարում ենք հայ, մեկ ուրիշ իրեն համարում է, ասենք, ռուս, երրորդը համարում է գերմանացի եւ այլն, այսինքն այն ամենը բաղադրությունը, որով մենք մեզ ճանաչում եւ հակադրում ենք այլոց։ Տեսեք, հատկապես 20 թվականի մեր աղետալի պարտությունից եւ փաստացի կապիտուլյացիայից հետո, ինչպես դուք վկայակոչեցիք ճապոնացիների օրինակը, իհարկե այստեղ միջանկյալ ես թույլ տվեք նկատեմ, որ ինչպես հին Հունաստանում դեռ ասում են նույն գետը երկու անգամ մտել հնարավոր չէ, թեև համաշխարհային պատմությունը երևի աշխարհում ամենահարուստ բանն է ընդհանրապես, որ հնարավոր է երևակայել, բայց նույնական իդենտիկ ամբողջությամբ օրինակներ չեն լինում։ Այլ բան, որ այս կամ այն դրվագը նույն թվում նաև Ճապոնիայի հետ պատերազմյան այդ անցած ընթացքը կարող է տարբեր առումներով լինել համադրելի եւ ուսանելի։ Ավասիկ պարտությունը պատերազմում չի կարող չբերել ժողովրդի ինքնության ճգնաժամի։ Այսօր մեր ժողովուրդը ապրում է ինքնության իր պատմության հազարամյակների ամենախորքային ճգնաժամերից մեկը։ Որպեսզի սենց շատ գիտական տերմինոլոգիայով չհնչի, կենցաղային մակարդակում բոլորս երևի տասնյակ հարյուրավոր անգամ լսել ենք սեղանների շուրջ խոհանոցներում ամենահաճախ տրվող հարցերից մեկը, երբ որ զարմացած դեմքով մեկը մյուսին հարցնում են, լավ, այս ի՞նչ է կատարվում մեր ժողովրդի հետ։ Ու ինչա լինելուց։ Հա, ինչ որ չենք ճանաչում մեր ժողովրդին, այս ինչ կատարվեց եւ այլն։ Այդ նաև դա կներեք, ասանել դա նաև վերաբերում է այն տարօրինակ ատելության մեծ մասշտաբներին, որոնք մենք ականատես ենք լինում, դա եւ դրան է վերաբերում, որ մենք զարմանում ենք, թե ոնց կարող են ենթադրենք, չգիտեմ, երիտասարդ 18-ամյա տղային ձերբակալում են, բոլորը չարախնդան, ասում տեղին է կամ կնոջը ենթադրենք, որը 2 ամսական կնոջ է, անկախ նայած է իրականում իրենք մեղավոր են, մեղավոր չեն։ Ինձ համար շատ հոգեհարազատ թեմա է եւ քանի որ Գեորգ ջան քո հաղորդման ֆորմատը բացառիկ է, տալիս է հնարավորություն մի քիչ խորքային զրույցի, գնանք այդ ճանապարհով։ Նայեք, ինչ է ինքնության ճգնաժամը։ Եկեք մի հատ ես փորձեմ իմ կարծիքը ներկայացնել ու գանք ձեր հարցին։ Այդ որ դուք ասիք 18-ամյա տղայի են ձերբակալում, հանրային արձագանքը adekvat չի, այն չի, ինչ որ մենք սպասում ենք։ Նայեք, ինքնությունը ցանկացած մարդու, մեզանից յուրաքանչյուրի ստեղ նստած եւ տաղավարից դուրս աշխարհում որևէ մարդու փաստացի երաշերտ է։ Ինքնության առաջին շերտը դա անհատականության շերտն է, որը եթե գիտական տերմինոլոգիայով ասենք կարող ենք օգտագործել ինքնանույնականացում, self identification, մեր հեռուստադիտողների համար դա բացատրենք թե որն է, երբ որ ես ինձ ինքնանույնականացնում եմ Սամվել Ֆարմանյանի հետ, դուք Գևորգ Մելիքյանի հետ, այսինքն ձեր ինքնության առաջին շերտը դա է, ձեր անհատականությունն է։ Ինքնության երկրորդ շերտը անխուսափելիորեն դա խմբային ինքնությունն է, երբ որ մեզանից յուրաքանչյուրը Ալյասկայից մինչև Նոր Զելանդիա, Օկինավայից մինչև Հալեբ իրեն ոչ միայն ինքնանույնականացնում է իր անձի հետ, այլ նաև իրեն նույնականացնում է որևէ խմբի հետ։ Խմբային ինքնության տասնյակ դրսևորումներ կարող են լինել։ Օրինակ, գյումրեցի եմ, հազարներություն, սարիթաղեցի կամ յոնջլացի եմ, քրիստոնյա եմ, առաքելական եկեղեցու հետևորդ եմ, նույնիսկ գողական աշխարհի ներկայացուցիչ եմ, եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս խմբային ինքնությունները իսկ շատ ժողովուրդների պարագայում, օրինակ ինչպես ճապոնացիների Sony կորպորացիայի աշխատակից եմ, դա էլ է խմբային ինքնության տեսակ։ Սա խմբային ինքնությունն է։ Կամ մեր գյուղերում Խաչատրյաններից եմ։ Ինքը իրեն նույնականացնում է Խաչատրյանների ազգի հետ, որը գյուղում է ապրում։ Եվ կա ինքնության երրորդ շերտը, ամենաբարձր մակարդակը։ Դա էթնիկ ինքնությունն է, երբ որ մեզանից յուրաքանչյուրը իրեն նույնականացնում է նաև որևէ ժողովրդի հետ։ Ես հա եմ, մեկը ասում է ես գնչու եմ, երրորդն ասում է ես ինգուշ եմ, չորրորդ ես դի օրինակ եւ այլն։ Հիմա պատերազմներում կրած պարտությունները առավել եւս կապիտուլյացիան մարդկանց մոտ տեղաշարժի է ենթարկում
ինքնության այս 3 շերտերի Դա հարաբերակ ցնցում է, հա, այդպես շատ ուժեղ ինքը դա այդպես ցնցում։ 12 բալանոց երկրաշարժ է, որը ինքնության 3 շերտերը ցնցման ենթարկելով սկսում է տեղաշարժել։ Եվ ժողովուրդը, որևէ ժողովուրդ, ճապոնացիները 45 թվականին, մենք 20 թվականից հետո դադարում ենք նույնպիսի հեշտությամբ եւ հաճույքով զգալ մեր ինքնության այդ երրորդ էթնիկ ինքնության շերտը։ Մեր պատկանելիությունը նույն ժողովրդին։ Հիմա ինչի նկատի ունեմ։ Քանի որ պարտությունը ծնում է անխուսափելիորեն որոշակի թերարժեքության ախտանիշ։ Եվ ժողովուրդը պարտության թելադրանքով, ընդ որում դաժան պարտության, մեր պարագայում ընդունենք նաև անակնկալ պարտությամբ, երբ որ մենք խոսում ենք հանրային ընկալումների մասին, դա հետպատերազմյան շոկի է բերում, դա բերում է հետպատերազմյան այնպիսի տրավմայի, որ ժողովուրդը դադարում է հավատալ սեփական ուժերին, ինչպես այսօր տեղի է ունենում հայ ժողովրդի հետ։ Իսկ երբ ժողովուրդը դադարում է հավատալ սեփական ուժերին, վարակվում է որոշակի թերարժեքության ախտանիշով։ Ինքը նույնիսկ չի հավատում, որ Հայաստանի հավաքականը վաղը կարող է ստադիոնում հաղթել Բելարուսի հավաքականին։ Ինքը չի հավատում, որ մեր մոտ նույնիսկ այս մի բաժակ ջուր խմելը կարող է եւ ստացվել։ Այս թերարժեքության բարդույթից ծնվում է փախուստը մարդկանց մոտ սեփական էթնիկ պատկանելիության գիտակցությունից Ավելի շատ կարևոր բան է։ Թույլ տվեք ավարտեմ, Գեորգ ջան, միտքս չկտրվի զուտ դրա համար։ Եվ մարդիկ սկսում են օտարանալ սեփական էթնիկ ինքնությունից։ Այսինքն Մեկը մյուսից։ այո, այսինքն փաստացի ստացվում է մի իրավիճակ, ինչպես օրինակ Բրյուսելում ապրող հայերը։ Իրենք սպառում, բոլորը ապրում են նույն քաղաքում, չէ՞, ասենք դիցուկ 10,000 հայ։ Իրենք ապրում են նույն երկրում, իրենք սպառում են լրահոս, բայց իրենք այդ իրենց սպառած, նույնիսկ ամենավտանգավոր տեղեկատվության դեպքում տեղեկատվության սպառումը իրենց չի մղում որևէ գործողության։ Իրենք ուղղակի սպառում են դա։ Այդ թերարժեքության բարդույթը, որ այսօր բունադրել մեր պարտության արդյունքում մեր ժողովրդի մեջ, ստեղծել է մոտապես նույն իրավիճակը։ Մենք սպառում ենք այդ ինֆորմացիան, փայլուն օրինակ բերեցիք, որ առաջին հասկից թվում է թե պետք է ցնցի հանրային օրգանիզմը, բայց մենք դա ընկալում ենք օտարավարի, որովհետև մենք դադարել ենք մեզ բոլորիս կապող այդ էթնիկ ինքնության երրորդ շերտի մեր ինքնության ուժը, դրա նկատմամբ հավատը մեր մոտ կորել է։ Ես չգիտեմ, շատ տեսականորեն ներկայացրեցի, եւ այստեղ հարցը առաջանում, ես հակադարձ հարց տամ։ Սիրում եմ այս հարցը կրկնել։ Թվարկեք այն իրադարձությունը, որը կարող է Հայաստանում ապրող հայ ժողովրդին այսօր համախմբել եւ մեկ մարմին դարձնել։ Խնդիրը ոչ թե այդ իրադարձության այս կամ այնպիսին լինելն է, այլ խնդիրը իմ թվարկած այս շատ մասշտաբային, ամենաառանցքային գործընթացներն են խորքային, որը կարող ենք մեկ բառով ասել ինքնության ճգնաժամ, թելադրված պարտությամբ։ Եվ ստեղ նաև գալով հետպատերազմյան Ճապոնիայի փորձին, եթե այդ ինքնության ճգնաժամը թողնվում է ինքնահոսի, ինչպես այսօր է, այդ թերարժեքության ախտանիշը կարող է վերածվել թերարժեքության բարդույթի եւ մեզ սրբել տանել ուղղակի պատմության ասպարեզից։ Շատ վատ բան եմ ասում։ Սամվել, ես գիտեք, դա պետք է ուղղորդվի նաև հանրային, ինտելեկտուալ, բնական է, այդ սոցիալական ինժեներիան պիտի լինի, այսինքն պետք է դա է, հենց ուզում ասեմ, ինչպես դուրս գալ դրանից, նույն ցեղասպանության տրավման, որը մենք վերապրել ենք, արդյոք իրականում մենք նաև ճիշտ ենք աշխատել այդ տրավմաների հետ։ Բայց այստեղ ես ուզում եմ վերադառնալ ամեն դեպքում 18 տարեկան տղայի դեպքին, արդյոք սա էլ է նշան հենց այդ ինքնության ճգնաժամի, որ ատելությունը դարձել է թերարժեքությունը կոմպենսացնելու մեխանիզմ, դիմացինի հանդեպ, դիմացինի պրոյեկտել այդ ատելությունը ինչ որտեղ քեզ բերում է որոշակի ինքնազգացողության բարելավման, միգուցե կա նման բան, ինչ է կարծում։ Նայեք, շատ տեսական է ստացվում, բայց Չէ, շատ կարևոր բան է, կարևոր բան է։ Նորմալ է։ Նայեք, որտեղ կներեք, հարցն է, որ մեր հասար, ընդհանրապես մեր գիտական մտքում էլ մենք էթնիկ հոգեբանության ուսումնասիրությունը գրեթե չունենք։ Մենք թվում է թե մենք ինքներս մեզ ճանաչում ենք, բայց մենք մեզ չենք ճանաչում։
Եվ այս հաղորդումը ինչ որ առնում նաև դրա համար է, որ մենք փորձենք ինքներս մեզ ճանաչել առանց աղմուկի, ինչպես որ դուք նաև նշեցիք։ Այդ պատերազմում գրած պարտությունը ժողովուրդներին կարող է հիշողությունը պատմական դառնալ կամ միավորող գործոն, Կամ եթե բաժանող, այդ ժողովրդի էլիտաները իրենց տեղում են եւ ունեն կոլեկտիվ նպատակ, կամ հակառակը կարող է դառնալ պարակտիչ գործոն, որը եւս հնարավոր տարբերակներից մեկն է, դեպի անդունդ տանող տարբերակ, որը այսօր մենք մեր օրինակով ցույց ենք տալիս ինչ ընթացք է ունենում։ Հետ պատերազմյան կարողությունից է դա, թե դա անկարողությունից է, որ մենք գնում ենք պարակ, դեռ ավելի հեշտ է կարծեք, պարակտումը ինքնահոսով է լինում, կառուցելու համար պետք է շատ ջանք։ Գեորգ ջան, ստեղ ես պայմանավորվենք, այն ինչ որ մենք կոչում ենք ժողովուրդ, եկեք ժողովրդին թողնենք մի կողմ, որովհետև մենք խոսում ենք գործընթացներից, որոնք բացառապես ես գիտեմ, որ այդ տերմինը ոչ մեկին դուրս չի գալիս, ինձ էլ մանավանդ որ մենք չունենք, դա էլիտայի անելիքն է, այսինքն այն ընտրախավի, որը որևէ ժողովուրդ իր ծոցից աճեցնում, մեծացնում է, եւ այդ էլիտան է, որ ժողովուրդների համար որոշում է կայացնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնացիների պատմական հիշողությունը եւս անխուսափելիորեն բախվեց վերանայումների, այսինքն իրանք պետք է արժևորեն, ինչ տեղի ունեցավ մեր հետ։ Պետք է գտնել այդ հարցի պատասխանը։ Եթե ժողովուրդը պարտությունից հետո իր համար չի գտնում այդ հարցի պատասխանը, թե ինչ տեղի ունեցավ եւ ինչու, ինքը չի կարող ուղղակի շարունակել ապրել։ Ճապոնացիների պարագայում երկու առանձնահատկություն եղավ համեմատելով մեր հետ։ Առաջինը դա այդուհանդերձ ճապոնական միլիտարիզմը սնուցած եւ Ճապոնիան համաշխարհային պատերազմի ու կապիտուլյացիայի տարած ռազմական վերնախավը Տոկիոյի ռազմական տրիբունալի որոշումներով ենթարկվեց պատիժների, հա, որը թվում է թե փոքր բան է, բայց դա օգնեց ճապոնացիների գալիք սերունդներին գտնելու այդ առանցքային հարցի պատասխանը, թե ով էր մեղավոր։ Ստեղ խնդիրը նույնիսկ դրա մասին չի պատմական արդարության տեսանկյունից ով էր մեղավոր, չէ՞ որ այդ նույն ժողովուրդն էր դա սնուցել։ Խնդիրը այդ ժողովրդին տալ հնարավորություն գտնելով այդ հարցի պատասխանը, թե ով էր մեղավոր, գնալու առաջ, որովհետեւ չշարունակի մնալ պառակտված, որովհետեւ ժողովուրդները երբեք իրենք իրանց հավաքական գիտակցության տեսանկյունից մեղավոր չեն կարող ճանաչել։ Այ ահավասիկ, երբ որ գալով մեզ, սպանցիկ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացումը նույնիսկ քաղաքական ընտրության հարց չէր եւ չի։ Դա տալու էր հայ ժողովրդին մի այնպիսի բանալի, որ գտնելով այդ հարցի պատասխանը, թե ով էր մեղավոր, իսկ դա պետք է լինի անխուսափելի այդ իշխանություն, ինչպես ճապոնացիների օրինակում էր։ Չխարխափել այդ ինքը իրեն մաշեցնող հարցադրումների մեջ, որպիսի պարտության հիշողությունը դառնա ոչ թե պառակտող գործոն, ինչպես մեր դեպքում է այսօր, որը տանելու է մեզ անդունդ, այլ միավորող գործող, ինչպես ճապոնացիների պարագայում դարձավ։ Իրենք ինչ խորամանկություն ասեցին, կարող է շատ տեսական են իշխանությունից հեռանալու փոխարեն իրենք իրապես ասեցին, որ մենք հիմա իշխանությունը թողնում ենք, իրականացում ենք, անցկացնում ենք նոր ընտրություն եւ ընտրությունների ժամանակ ժողովուրդը նորից ընտրեց քաղաքական այդ ուժին, հետեւաբար ասում մենք մաքրված ենք այդ անցյալի, այսպես ասած, պատասխանատվությունից։ Ես դեմ չեմ, քաղաքական մրցապայքարի տեսանկյունից գուցե եւ ճիշտ են ասում, ի նկատի ունեմ իրենց փաստ, բայց դա ինձ համար գրոշի արժեք չունի, որովհետեւ մենք խոսում ենք շատ մակրո ժամանակների մասին։ Մենք մեծ հաշվով իրար միասին հիմա նստել ենք ինքնաթիռում, բարձրից նայում ենք ներքևում տեղի ունեցող իրադարձության, հիմքում դնելով մեր հայ լինելն ու մեր սրտացավությունը։ Այո։ Սա մեկ հանգամանքն է, ինչպես հիշողությունը պատմական դարձնել հասարակության համար ոչ թե պառակտող գործոն, ինչեւ հիմա մեր մոտ նա էր մեղավոր, նա այլ միավորող գործ։ Այդ ճապոնացիները այդքան խելք ունեցան, ես մի բան ասեմ, ես սիրում եմ այդ օրինակը կրկնել անverջ ու անverջ։ Ճապոնացիները օրինակ շատ լավ հասկացան, որ իրենց ժողովրդի հետ տեղի է ունենում դարակազմի, կան նախադեպ։ Դուք պատկերացրեք խոսքը մի ժողովրդի մասին էր, որ իր հազարամյակների պատմության ընթացքում երբեք արտաքին նվաճման չէր ենթարկվել։ Ու հանկարծ իրենք են միշտ նվաճող եղել, չէ՞։ Այո, ոչ միայն արտաքին նվաճում, այլ
ամենասարսափելին, ատոմային ռմբակոծություններ, աննախադեպ պատմական իրավիճակ, եւ իրենք նույնիսկ կառավարության առընթեր ունեին իրենք եւս մաթեմատիկական, այսպես ասենք, վիճակագրության ինստիտուտ, գիտահետազոտական հիմնարկ։ Պատկերացնում եք, իրենք հասկացան, որ պետք է ստեղծել մի հատուկ մասնագիտացված կառույց, սա քաղաքականության լրջմտության մասին է խոսում եւ պատասխանատվության, որը կոչեցին ազգային բնավորության ուսումնասիրության կոմիտե, հասկանալով, որ ստեղծվել է նոր իրավիճակ, նոր իրավիճակը անխուսափելիորեն փոխում է իրանց էթնիկ առանձնահատկությունները, որպեսզի հասկանային, թե այս կամ այն որոշումը, որ ընդունում է կառավարությունը կամ դիետը, խորհրդարանը, ինչ հակադարձ ազդեցություն է ունենալու այդ պատմական ընթացքի վրա։ Եք հիմա մենք խոսում ենք քաղաքականության ինչ-որ առումով բարձրագույն լիգայի մասին, երբ որ ցավոք ինքներս հասկանում ենք որտեղ ենք մենք գտնվում։ Սամվել, բայց մենք լիգայի դուք ֆուտբոլի օրինակն եք, բայց քանի որ ես էլ եմ ֆուտբոլի մեծ սիրահար, արդյոք իրապես դա մարդու ներսից չի բարձրագույն լիգա խաղալու ձգտումը, թե դա կամ ունես կամ չունես եւ դու չես կարող դա հաղթահարել, եթե չունես։ Գիտեք, խնդրեմը որն է, շատ կարևոր հարց է, շատերը տարբեր պատասխան ունեն այդ հարցին, մենք ունենք թե չունենք։ Ես եթե մի բան ինքս իմ հոգու խորքում իմանայի կամ գայի հետևության, որ մենք չունենք, ինձ ավելի հեշտ կլիներ։ Բայց ես տեսնում եմ եւ գիտեմ, որ մենք ունենք։ Այլ հարց թե ինչի այդ մարդիկ անունը դնենք բարձրագույն լիգա եւ կարող ենք ասել ամենաստորագույն լիգա ստորին իմաստով, այդ չի արձը բարձր ծածր։ Այսինքն բավարար մասնագիտական իմացություն ունեցող եւ բավարար որակներ ունեցող, խոսքը ինչ որ մեծ խնդիրներ լուծելու պատրաստակամության մասին անունը դնենք հայրենասիրություն եւ այլն։ Մենք ունենք, բայց ինչի այդ մարդիկ իրենց տեղում չեն, ինչի է ստացվում, որ փաստացի մենք էլիտա չունենք։ Ինչի է ստացվում, որ մենք մեզ հետ տեղի ունեցող ամենասարսափելի աղետները նույնիսկ չենք արժևորում, վերարժևորում, ճիշտ իմաստավորում եւ հետեւություններ անում։ Սա ամենասարսափելին է եւ մեր ողբերգությունների իմ գնահատմամբ ուրեմն ամենահիմնական պատճառը ստեղ է։ Մեզանով շատ է խոսվում, չէ, հիմա հատկապես վերջին տարիներին ժողովուրդը, ես կարծում եմ, որ մենք ունենք ֆանտաստիկ ժողովուրդ, ֆանտաստիկ, որտեվ գիտեք, այս էլիտային նման էլիտա ունենալով այդքան զողողությունների գնալ ու լինել, դա շատ բարդ բան է, շատ բարդ, որ մեր ժողովուրդը կարողացել է։ Մեր էլիտան տեղում չի, Գեորգ ջան, մենք մեր տեղում չենք։ Կարող ենք ասել քաղաքականները ասել, որ երբեք չենք էլ եղել, այսինքն 90-ականներից սկսած խոսքը որ այս իշխանության մասին չէ, դուք նաև նախկինում եք եղել իշխանության հետ։ Մենք ավելի մեծ բաների մասին ենք։ Ես ուղղակի, քանի որ մենք 91 թվից ենք, մի քիչ փոխվել է, հա, 91 թվից պարադիգմը փոխվեց։ Բայց չեք կարծում, Սամվել, որ այստեղ խնդիրը իհարկե մենք այդ առումով բացառիկ բաներ ունենք, բայց մյուս կողմից էլ կարծեք չկա ձգտում ավելի բարձր նշաձողեր սահմանելու։ Կարծեք մենք ծույլ ենք, մենք ամենուր ենք։ Խնդիրը սկսած ասֆալտ փռելուց վերջացած հիմնարկներում աշխատանքային էթիկան, ամեն ինչը գիտեք, այսպես յոլա գնալու, այսպես 3-ի է, եթե 5-ի ժամանակ 5 գնահատական 5 էր, այսպես միջակությամբ է ամեն ինչը, չկա ձգտում փոխելու, լավացնելու, կատարելության ձգտելու, ոնց որ օրինակ արևմտյան ազգերն են, ոնց որ ճապոնացիներն են, շատ ու շատ ազգեր, որոնք չեն բավարարվում քչով, ամեն օր փորձում են իրենց լավացնել։ Մենք մի բան վերցնում ենք, ասում ենք, դե լավ է, էլ ինչ է եղել։ Միգուցե սա է նաև խնդիրը, միայն խնդիրը տրավմաները չեն։ Գեորգ, ընդհանրապես ես այն կարծիքին եմ, որ մենք մեր պատմական անցյալը իրոք ունենք խնդիր ռացիոնալ իմաստավորման, պատմության ռացիոնալ իմաստավորման, դա շատ կարևոր բան է։ Եվ մենք ինքներս մեզ ճանաչելու, դա էլ շատ կարևոր բան է։ Դուք 91 թվականը առանձնացրեցիք որպես Ջրբաժան, ես կասեի, որ ցանկացած անաչառ աչք, նաև մենք, որ նայենք մեր պատմության, մեր ժողովրդի անցած հազարամյակների ընթացքին, ցավոք կհասկանանք, որ մենք առնվազն քաղաքական, պետական առաջնորդության առումով որպես էլիտաներ, մենք մեր տեղում չենք եղել։ Եվ դրա առաջին ապացույցը ինչ որ ավելորդ հայրենասիրական ճառեր պետք չի ասել, մեր այսօրվա քաղաքական քարտեզն է եւ մեր աշխարհագրական հարևանության քաղաքական քարտեզն է, ուստի ստեղ վիճելու որևէ բան չկա։ Եվ կա երկրորդ հանգամանքը, որ շատ հաճախ երբ որ մենք քննարկում ենք մեր ինքնությունը, այդտեղ մի հատ խապկանք կա, նայեք, մենք հիմքում ընդունում ենք այն
առանձնատու դոմինանտ որակները, որոնք բնորոշ են ժողովրդին, այսինքն լայն կոլեկտիվին, կոլեկտիվ հանրությանը, բայց մենք այդտեղ մի հարցում ճշմարտության առաջ մեղք ենք գործում, ինքնություն անվերջ տրանսֆորմացիայի փուլում անվերջ, օրինակ մենք քննարկեցինք պարտությունը պատերազմում, ինքը ցնցում է, որը արագացնում է, բայց մարդկության կյանքում տեղի ունեն փոփոխություններ, օրինակ վերջինս հեռախոսներ, ինտերնետ, տեխնոլոգիական հեղափոխությունը, որը բոլոր ժողովուրդների ինքնությունն է, տրանսֆորմացիայի ենթարկում եւ այլն։ Խնդիրը ստեր գալիս հանգում է այն ընտրախավին, որ այդ բառը նորից եմ կրկնում, ոչ մեկ չի սիրում եւ տեղին չի սիրում էլիտայի, արդյոք ունենում է բավարար խորքային պատկերացումներ, պատասխանատվության զգացում ու ցանկություն, նաեւ երազանք կներեք, երազանք, ապագայի տեսլական, որ իր ժողովրդին ունենալով իշխանություն տանի ուրեմն այդ ճանապարհով։ Այս հարցում մենք առավել քան կաղում ենք եւ այսօրվա ամեն ինչը դա ուղղակի ապացույց է ցեղասպանությանը գալով միջակ հասարակությունից, ես չեմ ուզում իհարկե այս որտեղ մենք ունենք հրաշալի մարդիկ, բայց գլոբալ առումով հենց դա է ասում, արդյոք հնարավոր է այդտեղից ծնվել շատ լավ էլիտա, վերնախավ մարդիկ, որոնք փայլուն պատկերացում են, կրթության խնդիր է, մշակութային առանձնահատկությունների խնդիր է։ Նայեք, այս ծուղակում մեր հանրային դիսկուրսում շատ հաճախ ենք ընկնում բոլորս, երբ որ չէ հակադարձ հարց է հնչում, ասում է, բայց չէ որ այդ էլիտան է ձևավորվում է ժողովրդի արգանդում, ժողովրդից է ծնվում, այդպես չի, կապված են հանգամանքից, թե իշխող էլիտան մենակ քաղաքական չէ, ինչ արժեքներ է թելադրում, ինչ արժեքների կրող է եւ ինչ արժեքներ է թելադրում, կարող է մանավանդ եթե դա տևում է երկար, ասենք հնգամյակ, տասնամյակներ եւ այլն, դա անհետ չի ասում, Գեորգ ջան, դա փոխանցվում է ժողովրդին, դառնում է կյանքի նորմ։ Տեսեք, օրինակ, մենք հիմա քաղաքական հարցեր չենք քննարկում, ասենք Փաշինյանի իշխանությունը իրենով մտազուգորդվում է ինչ-ինչ որակների հետ, եւ քանի որ նա արդեն 8 տարի իշխանության է դեռ, ստեղծվում է տպավորություն, որ մեր հասարակության մեծամասնությունն է նույն որակների կրողը։ Ես եկեք ձեզ պատմական մի հակափաստակ բերեմ, ուղղակի շարունակում է մարդկանց մտածողությունը։ Բնականաբար, իշխանությունը իրեն հարմարեցնում է, հա։ Ոչ թե հարմարեցնում է, Գևորգ ջան, այլ խրախուսում է այդ որակները։ Օրինակ, ենթադրենք, մի պարզ բան վերցնենք, հայոյախոսությունը, երբ որ պետական իշխանությունը, պատկերավոր ասենք էլիտան, ինքը նա անում նույնը, դա ազդակ է, դա ուղերձ է հասարակության այլ անդամներին եւ շերտերին, որոնք ազատություն են տալիս իրենց բնազներին եւ այդ բնազները սկսում են մարդկանց մոտ արթնանալ, առերևութանալ, դրսևորվել եւ ստեղծել տպավորություն, որ մեր հասարակությունը այդպիսին է։ Ես ձեզ վստահեցնում եմ, վաղը եթե օրինակ Հայաստանը ունենա ձեզ նման ինտելեկտուալ մարդկանցից բաղկացած իշխանություն, որը հակադարձ որակները փոխանցի հանրությանը, ժամանակի ընթացքում նույն հանրության մեջ այդ նույն որակները կգան առաջին պլան, որովհետև դուք որպես իշխանություն դա եք խրախուսելու եւ կստեղծվի տպավորություն, որ մեր հասարակության որակները այդպիսին են։ Ավելի եթե բարձրացեմ շրջանի, եթե կան պայմանական ասած ինձ նման, ձեզ նման մարդիկ, բայց հասարակությունը չընդունի այդ մարդկանց, ասի մենք ուզում ենք այնպիսի իշխանություն, որովհետև մենք ինքներս այդպիսին ենք։ Ամենամեծ ու ամենավտանգավոր ծուղակն է, որում Հայաստանն ու հայ ժողովուրդը հայտնվել են 18 թվականից էսկոմ, մեր ժողովրդին այդ նման տեսակետ ձեր մասին չի խոսքը կամին, էլի այդ գնահատականները տեղին չեն, մեր ժողովուրդը նույնիսկ բնազդով, նույնիսկ ենթագիտակցությամբ, Գևորգ, արդարը անարդարից ու ճիշտը սխալից, շատ պարզ sense բաներ եմ ասում, շատ հստակ տարբերում է, այլ բան, որ այդ ժողովուրդը դրվել է այնպիսի մի ծուղակում, որտեղ չի գտնում ինքը իր մեջ ուժ, կարողություն, նաև սոցիալ-տնտեսական խնդիրներն են խանգարում մարդը, քարոզչություն, ուղեղների լվացումը, չի կարողանում ինքը գտնել ելք այդ դիսկոմֆորտից։ Նայեք, 1920 թվականին, երբ որ Հայաստանը խորհրդայնացվեց, հիմա մենք քննարկում ենք ինքնությանը վերաբերող խնդիրները։ Մեր ժողովրդի ճնշող մեծամասնություն ուղղակի տարրական գրագիտության խնդիր ուներ, հիմնականում գյուղաբնակ։ Մի քանի տասնամյակում ընդամենը մենք խոսում ենք էլիտաների դերի մասին։ Որոշակի գործողությունների արդյունքում փոխվեց մեր ժողովրդի հավաքական կերպարը, ճիշտ եմ, չի ասում։
Բայց ավելի դարձած homo sovietikus մի Մենք կողմից դա էլ մենք- ինքնության տրանսֆորմացիա էր։ Ես չեմ ուզում քննարկենք հարցի քաղաքական ասպեկտները, homo sovietikus եւ այլն։ Մենք քննարկում ենք հասարակության այն որակները, որոնց արկայությունը կամ բացակայությունը բերում է ինչ-որ ճգնաժամերի, խնդիրների կամ աստված մի արասե ուղղակի կազմակերպման։ Այսինքն իմ ասածը վերաբերում է նրան, որ ընդամենը մի քանի տասնամյակում նույն մեր ժողովրդի մասին է խոսքը, որը ինչ այլոց օրվա խորհրդին գալով ծանրագույն հավաքական տրավմա էր տարել ցեղասպանություն, պատերազմներ, ամենաթարմը պատերազմ, տարածքային նոր կորուստներ եւ պարտություն։ Մի քանի տասնամյակում ժողովրդի հավաքական մտածողությունը, կոչենք ինքնություն, որոշակիորեն փոխվեց գրագիտության աճի բերումով, քաղաքային բնակավայրերի մեջտեղ գալու, ընդունենք թե չընդունենք գաղափարախոսության էլեմենտը եկեք ստեղ հանենք, քարոզվող գաղափարախոսության ու արժեքների բերումով եւ այլն։ Սա ուղղակի մեր հետ տեղի ունեցած մի փոքրիկ մեզ համար ծանոթ էքսպերիմենտ է, ապացուցելու են ինչ մասին ես փորձում եմ խոսել, որ կապված են հանգամանքից թե իշխող էլիտան ինչ արժեքներ է քարոզում հասարակությանը, ստեղծվում է տպավորություն եւ ժամանակի ընթացքում ցեմենտվում, որ հասարակության մեծամասնությունը այդ արժեքների կրող է։ Այս շատ կարևոր նյուանս է։ Սամվել, ես ձեր միտքը հասկացա բնական է եւ այդ վերնախավի կարեւորությունը թերևս ուղղակի անհնար է չկարևորել, չգնահատել, բայց արդյոք այդ դեպքում էլ հասարակությունը կստացի, որ ինքը պարզապես կախյալ է էլիտայի կմահաճույքներից, եթե լավ էլիտա ունի, այսպես ասած, բախտը կբերի եւ իրեն լավ տեղ կտանի, ինչպես օրինակ այս կամ այն երկրի պարագայում, ես չեմ ուզում մեզ համատել կոնկրետ երկրների հետ, որովհետեւ չստացի, որ մենք մեզ թերագնահատում ենք, բայց եւ հակառակը, եթե բախտը չբերի, իրեն կտանի վատ տեղ, էլի կապ չունի թե չհամատեն այս կամ այն երկրի հետ։ Արդյոք դա բախտի կոմպենսացած խնդիր է, իսկ հասարակությունը ինքը չունի իր չափորոշիչները, իր պահանջները, իր նշաձողերը, իր պատկերացումները, որտեղից է պիտի դուրս գա այդ պատվերը, թե իր վերնախավ ինչպիսին պիտի լինի։ Չէ, եւ ունի, իհարկե ունի, եւ դա բխում է հավաքական այն որակներից, որ այսքան այն ժողովուրդն ունի, պատկերավոր ասած գերմանացի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի իշխանություն չէր հանդուրժի, օրինակ եմ ասում, հասկանալի դարձնելու համար ինչի նկատի ունեմ, կամ ճապոնացի ժողովուրդ։ Իրական, բայց եկեք խոսենք ինչպես ստացվել, որ ճապոնացիները հաղթահարեցին դա։ Այստեղ հիմա կգանք դրան, բայց այստեղ իմ գնահատմամբ ուրիշ առանձնահատկություն կա։ Դա չէ, ցեղասպանություն էր ինչ որ առումով ճապոնացիների հանդեպ տեղի, թեև նրանք միլիտարիստական են, հարձակվել են։ Եվ արդյոք ճիշտ է, մենք մեզ համատենք ճապոնա, մենք որևէ մեկի վրա չենք հարձակվել, սկսենք դրանից։ Չէ, բնական է, դրա մասին չի խոսքը։ Վերադառնալով նախկին մտքին, ես ուզում եմ ուղղակի ասել, որ իհարկե ժողովրդի հավաքական որակները թելադրում է նաև քաղաքականությունը ընթացիկ, բայց մենք պետք է չմոռանանք, որ գործ ունենք հիվանդ օրգանիզմի հետ։ Եթե մեր օրգանիզմը հավաքական հիվանդ չլիներ, այս խոսակցության անհրաժեշտությունը չէր լինի։ Այսինքն մենք մի բան խոսում ենք հիվանդ օրգանիզմը բուժելու անհրաժեշտության հետ, թե ինչպես բուժել, մեկ այլ բան է, երբ որ ուղղակի էմպիրիկ դիտարկում ենք, ասում ենք մենք ինչով ենք տարբերվում նրանցից։ Մեր պարագայում մենք գործ ունենք ծանր հիվանդության հետ։ Գալով Ճապոնիային, Ճապոնիայի ուղղակի փորձառությանը, իհարկե պարտությունը ծնած պատճառները առավել քան տարբեր են մեր եւ ճապոնացիների պարագայում։ Մտազուգորդումը, նույնությունը, նմանությունները վերաբերում են պարտությանը հաջորդած էթնիկ ինքնության ճգնաժամին, որում հայտնվել է հայ ժողովուրդը այսօր, որում հայտնվեց ճապոնացի ժողովուրդը, եւ ի տարբերություն մեզ, ճապոնացի ժողովուրդը կարողացավ այդ տրանսֆորմացիան տանել մի ճանապարհով, որ թույլ չտվեց ճապոնացիներին թերարժեքության այդ ախտանիշը, որ իրենց մոտ կար, վերածվեր թերարժեքության բարտույտի եւ այդ ժողովրդին տաներ գերեզման։ Մի բան, որ ես մեր մոտ հիմա դեռ ցավոք սրտի զգում եմ։ Տեսեք, ճապոնացիները կարողացան ընդամենը պարտությունից 2 տասնամյակ անց, մենք մի օրինակ չէ բերենք պատերազմի իմաստավորման խնդիրը, 2 տասնամյակ անց ընդամենը սոցիալ-տնտեսական այնպիսի բուռն զարգացում ապրել, որ դա եւս նպաստեց ճապոնացիների օրինակ դեպքում սեփական ուժերի հանդեպ ինքնագնահատականի բարձրացմանը։ Սկսեցին հավատալ սեփական ուժերին, սոցիալ-տնտեսական զարգացում են, ինչ որ մենք կոչում ենք ճապոնական հրաշք եւ այլն եւ այլն։
Միգուցե մենք ծույլ ենք, ճապոնացիները ավելի աշխատած։ Դե դուք շատ կարևոր օրինակ բերեցիք 20-ականները, եւ դրանից հետո կառուցված Հայաստանը իր բոլոր բնականաբար բացասական կողմերով մենք հասկանում ենք այնտեղ շատ կորուստներ եւ մարդկային եւ այլ, բայց ի վերջո կարողացանք Հայաստանի Հանրապետություն կառուցել եւ գիտական եւ կրթական եւ մշակութային բոլոր առումներով։ Բայց այնտեղ կենտրոնը այլ տեղ է։ Հիմա կենտրոնը Երևանն է, ոչ թե Մոսկվան, բարեբախտաբար, բայց ճապոնացիների պարագայում իրենք քրտնաջան աշխատեցին, ինչպես որ գերմանացիները։ Իսկ մենք կարծեք թե նստած սպասում ենք, որ երկնքից մանանա պիտի իջի։ Հենց այդ է, Գևորգ, երբ որ դու ասում ես մենք, հերոստատողը կարող է մտածել դու խոսում ես հայ ժողովրդի մաս, երբ որ դու ասում ես մենք, ես ի նկատի ունեմ թեկուս մարդկանց մի փոքր խմբի, ով խորության պարտավոր է գրագիտության, մասնագիտական իմացության բերումով այս խնդիրները խորությամբ հասկանալ։ Եվ ես անելիքը վերագրում եմ։ Ծուլություն ես ամեն տեղ եմ տեսնում, անկեղծ ասած ծուլություն ես ամեն տեղ եմ տեսնում։ Կարող եք չհամաձայնել, ես կարծում եմ, որ մեր մոտ այդ աշխատասիրության կամ մենք իսկապես խնդիր ունենք, այլ սկսած համալսարաններից, ուսանողներից մեծ մասը փորձում են ամենահեշտ ճանապարհներով ավարտել, ամենաարագ ձևով ինչ-որ աշխատանքի առանց ջանք թափելու, առանց իսկապես իրենց վրա աշխատելու։ Այդ ինչպես է սպորտսմենները, ինչու չեն մեր սպորտսմենները, եթե ասենք նայում ենք մեծ մասը, չեն կարող հաջողություններ գրանցել։ Չգիտեմ, ընդհանուր բարձրաձայնում եմ։ Ժողովուրդների էթնիկ ինքնությունները, արժեքները շատ տարբեր են եւ գա մեծ հաշվով դրոշմնա տասնամյակների, հարյուրամյակների, գուցե հազարամյակների պատմաշխարհագրական, կրոնական, քաղաքական եւ տասնյակ այլ գործոնների, հետեւաբար դա օբյեկտիվ մեր կամքից անկախ գոյություն ունեցող իրականություն է։ Եթե մեր հավաքական որակները լինեին այնպիսին, ինչպիսին օրինակ ճապոնացիների պարագայում կամ գերմանացի, մենք կլինեինք ճապոնացի կամ գերմանացի։ Բայց այստեղ մի հատ շատ կարևոր բան կա, որ ուղիղ առնչություն ունի եւ այսօրվա մեր քննարկվող թեմա եւ մեր օրի Հայաստանի հետ, դա ինքնաճանաչման անհրաժեշտությունն է։ Սեփական ինքնաճանաչում։ Նախապատերազմյան Ճապոնիայում, այսինքն երբ որ ճապոնական միլիտարիզմը իր ծաղկումներ ապրում, աչուձախ գրավում էին հարևան երկրները եւ այլն, ճապոնացիների մոտ մի այսպիսի շատ հետաքրքիր ֆենոմենի մասին եմ ցանկանում խոսել։ Չէ՞ որ իրենք նախ պատմության ընթացքում, ինչպես գիտեք, շատ տևական ժամանակաշրջան կտրված էին աշխարհից, փակել էին Ճապոնիան արտաքին աշխարհը, շփում չկար։ Հետո երբ որ բացեցին օբյեկտիվորեն, սկսեցին այդ շատ լայնածավալ շփումներ արտաքին աշխարհի ուրիշ քաղաքակրթությունների, մշակույթների հետ եւ ահա այս միջավայրումը, որ ձևավորվում է ճապոնական միլիտարիզմի սաղմերը եւ մի հատ sense ֆենոմենի մասին բան կա, շատ հասկացավար նաեւ գրականություն կա, երբ որ ճապոնացիների ինքնաճանաչումը, այսինքն այն հարցը թե ով ենք մենք ճապոնացիներս, սկսում էր ածանցվել նրանից, թե ովքեր են նրանք, ոչ մենք, այսինքն ճանաչենք այլոց եւ այլոց մենք որ ճանաչենք, ասենք մեր դեպքում ճանաչենք թուրքերին, ադրբեջանցիներին, վրացիներին, պարսիկներին եւ այլն, որպեսզի իրենց տարբերությունների համեմատության մեջ հասկանանք ով ենք մենք։ Սա ինքնաճանաչման մոդելներից մեկն է։ Դա մի հատ շատ կարևոր նյուանս կա։ Պատերազմներում կրած պարտություններն ու ազգային աղետները, ինչպես 20 թվականի դեպքում, ինչպես հայոց ցեղասպանության պարագայում, նաև իրենց մեջ ունեն այդ դրական պոտենցիալը, որը տալիս է ժողովուրդներին փոխելու ինքնաճանաչման մոդելը, անցնելու ոչ թե ճանաչենք ուրիշներին, որը տեղից բխեցնենք ով ենք մենք, այլ ճանաչենք ինքներս մեզ, որպեսզի դրանից կարողանանք նաև մեր տեղն ու դիրքը հասկանալ։ Բայց դրա համար գիտակցություն է պետք շատ բարձր եւ ցածում։ Ճիշտ է, բայց ում գիտակցություն, էլիտաների Գևորգ։ Այսինքն նրանց, ովքեր օրինակ որ Ճապոնիայում 2, 3, 4, 5 տասնամյակ ձևավորում էին, թելադրում էին հանրային դիսկուրս այս տեսակ խնդիրների մասին։ Ճապոնիայում Գևորգ բարի բուն իմաստով ինտելեկտուալ այնպիսի մի հզոր շարժում տեղ գտավ պարտությունից հետո, որը երկու տերմինով է բնորոշվում՝ Նիհոն Ջինդրոն եւ Նիհոն Բունկարոն, որը ուղղված էր այս խնդիրների պատասխանը գտնելուն հետ պատերազմյան Ճապոնիայում։ Ով ենք մենք։ Այսինքն, որpիսի դու գտնես քո պատերազմում կրած դառը պարտության պատճառները, դու պետք է սկսես նորովի պարտության թելադրանքով ինքդ քեզ ճանաչել։ Հիմա դուք ասում եք ցույց, որpիսի դու գաս հետևության, որ նաև պատճառներից մեկը դա էր
երկրորդը էս է, երրորդը եւ այլն եւ այլն։ Մենք խոսում ենք հիմա տեսական խնդիրների մասին, բայց ես մեր հեռուստադիտողներին վստահեցնում եմ, որ ինչքան էլ քաղաքականությունը առօրյա որոշ դերակատարներ փոխեն կարկանդակ ուտելու վերածել, բացարձակ դրան չի փոխվում, քաղաքականությունը շատ լուրջ բան է, նոր մենք խոսում ենք շատ ավելի կրեատիվ բան է, քան ամենախոշոր արվեստը եւ բոլոր ուժային կենտրոններում, բոլոր լուրջ պետություններում քաղաքականությունը պլանավորելիս առաջնորդվում են այս տեսակ շատ լուրջ մակրո վերլուծություններով եւ ցեղասպանության թեմային գալով ուղղակի այո, դա համար կուզեմ մի փոքր էլ հայ-թուրքականին անդրադառնանք, արդյոք մենք հաղթահարել ենք այդ ցավերը եւ արդյոք սա ինչպես պետք է մենք կառուցենք Թուրքիայի հետ հարաբերությունները, արդյոք այսօրվա էլիտան ձեզ կամ նախկիններում էլ եւս, որտեղ մենք տեսնում ենք, որ սկսած 90-ականից այդ կա եւ կարծում եմ, որ դա ճիշտ է փորձել ինչ որ ձևով տրանսֆորմացնել այդ հարաբերությունը, բայց ոչ ի հաշիվ արժանապատվության, ի հաշիվ այդ հիշողության կորստի, ամնեզիա, ինչպես որ դուք եք ասում նաեւ, ինչպես եք դուք տեսնում այդ ընթացքը։ Գեորգ ջան, ճիշտ ասած, ես չեմ համարում, որ ես ունեմ բավարար տեղեկատվություն գնահատելու այսօր տեղի ունեցող զուտ, եթե խոսքը վերաբերում է միջպետական հարաբերություններին, ես չունեմ բավարար տեղեկատվություն ինձ իրավունք վերապահելու։ Ես նկատում եմ ընկալումների մակարդակում, ճշգրիտ ձևակերպումներ դա շատ է չունենք։ Հայոց ցեղասպանությունը ծանրագույն հետք է թողել բնականաբար մեր ժողովրդի ոչ միայն հավաքական հիշողության, այլ նաև ինքնության փոխակերպման վրա։ Սա անքննելի է, սա ուղղակի օբյեկտիվ է, սա մեր կամքից, որևէ մեկի կամքից անկախ գոյություն ունեցող ուղղակի փաստ է, իրողություն է։ Խնդիրն այն է, որ հայոց ցեղասպանությունից հետո կա մի հարց, որի պատասխանը իմ գնահատմամբ առ այսօր մեր հավաքական ռազմավարական միտքը չի գտել, թե ինչպես ապրել կամ ինչպես ուղղորդել պատմական այդ հիշողությունը, անխուսափելի հիշողությունը։ Եթե մենք փորձենք մոդելավորել աշխարհին հայտնի փորձը պատմական, հիշողության տարբեր մոդելներ կան։ Օրինակ ասենք, հիմա վերցնենք եվրոպական ժողովուրդների փորձը, կարող ենք մոդելավորել, որ իրենք ընտրեցին ձևակերպենք dialogical forgetting, ասենք մոռացություն երկխոսության միջոցով մոդելը։ Այսինքն ինչի նկատի ունեմ։ Մենք առաջին, երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ իրար ենք սպանել, իրար ենք կոտորել եւ այլն, բայց հիմա եկել է ինտեգրացիայի ժամանակ, հատկապես ԵՄ-ի ծաղկմամբ եւ այլն, տնտեսական շահերով թելադրված, մենք առաջարկում ենք մոռանալ այդ անցյալը, բայց երկխոսության ու համագործակցության միջոցով։ Իմիջայլոց նույնը շատ զարմանահրաշ զուգատիպությամբ նաև ճապոնացի ժողովրդի հետ տեղի ունեցավ երկրորդ համաշխարհից հետո, չէ՞ որ ամերիկացիները, չէ, ռմբակոծեցին, ատոմային ռմբակոծության ենթարկեցին Ճապոնիան, բայց կարող է ով որ տեղյակ չի նյութի, կարող է զարմանա, ասելա 50-ականներին Ճապոնիայում հանրային հարցման տվյալներով ամերիկացիների նկատմամբ եւ հետո մինչեւ օրս այդպիսի ազգային ատելություն գոյություն չունի, ճիշտ հակառակը, ոնց դա եղավ։ Մի կողմ թողնենք տնտեսական աջակցությամբ Միացյալ Նահանգների իրանց բարգավաճմանը նպաստելով եւ այլն, վերցվեց օրինակ, վերցվեց այս երկխոսության միջոցով մոռացության մոդելը։ Այսինքն մենք համագործակցում ենք ռազմաքաղաքական, տնտեսական շահերով թելադրված սիրելի ճապոնացիներ։ Եվ այս երկխոսության միջոցով մոռացեք երկրորդ համաշխարհայինում ատոմային ռմբակոծություն եւ այլն։ Եվ դա հիմա մենք չենք քննարկում ճիշտ արդար եւ այլն։ Եվ դա աշխատել է ճապոնացիների ժողովրդի մոտ այսօր չկա։ Ուրեմն սա մի մոդելն է։ Ոնց որ ասում են dialogical forgetting։ Երկրորդ մոդելը օրինակ վերցնենք, որը շատ բնորոշ հատկապես հрьяաներին հոլոկոստից հետո իրենց, այսինքն իրանք ոնց աշխատեցին իրաց պատմական հիշողության հետ, այս հարցն են քննարկում։ Իրանք ընտրեցին մի մոդել, որ մենք պայմանական կարող ենք ձևակերպել never again, այլևս երբեք, որ մենք հիշում ենք, մենք շարունակելու ենք հիշել, սերնդեսերունդ պատմական հիշողությունը փոխանցելու ենք, որպիսի այն այլևս երբեք չկրկնվի։ Remember in order not to forget, sense կարող ենք ասել, never again պայմանական կարգախոսով։ Այս էլ երկրորդ մոդելն է։ Կա երրորդ մոդելը։ Մենք կարող ենք թե ոնց հիշողության հետ վարվել։
Օրինակ, դա կարող ենք ձևակերպել որպես dialogical remembrance, երկխոսության միջոցով հիշողություն ձևակերպենք։ Հիշենք երկխոսելով։ Սա այն մոդելն է, ինչ որ իմ գնահատմամբ առաջարկում են թուրքերը, օրինակ, Հայոց Ցեղասպանության հետ կապված։ Իսկ ադրբեջանցիները հիմա որ անում են այդ խաղաղության կամուրջը եւ նույն կարող են ասել նույն բանն են անում։ Չէ, մի քիչ իմ գնահատմամբ մի քիչ տարբեր է Ադրբեջան այսօրվա օրինակը եւ սխալ տեղ է տանում։ Գալով Հայոց Ցեղասպանության, իրենք ինչ են առաջարկում։ Իրենք ասում են, չէ որ մեր պատմությունը համատեղ պատմություն է։ Այո։ Մեր պատմության այդ համատեղ ընթացքում եղել են նաև լուսավոր էջեր։ Եկեք մենք հիշենք այդ լուսավոր էջերը, ոչ թե մոռանանք մեր համատեղ պատմությունը, չկենտրոնանանք նեգատիվի վրա, հիշենք լուսավոր էջերը, հիշենք, որ դուք Օսմանյան կայսրությունում նաև տիտղոսակիր ազգ եք եղել եւ այլ եւ այլ եւ այլ։ Բոլորս գիտենք ինչի մասին է խոսքը։ Սա էլ է հիշողության մոդելավորման մի եղանակ։ Երբ որ մենք խոսում ենք հիշողության մոդելավորման մասին, այստեղ մենք մի բան է պետք է նկատի ունենանք, որ հիշողությունը, այսինքն պատմության ակցենտավորումը, իմաստավորումը, քաղաքական կարևորագույն գործիքներից մեկն է բոլոր ժողովուրդների համար։ Այդ լույսի ներքո ենք էլի մենք հիմա քննարկում։ Հիմա արդեն գալով մեր մոդելին, ես ունեմ տպավորություն, որ մենք տարբեր հանգամանքներով պայմանավորված խորհրդային ընթացք գիտենք, երբ որ սկզբում ընդհանրապես արգելված էր խոսել, 60-ականներից սկսեցին շատ ավելի խոսել, անկախության փուլում տարբեր նաև քաղաքական իշխանություններ իրենց կուրսներով։ Ես ունեմ տպավորություն, որ մենք կարիք ունենք գտնելու այս ամենակարևոր հարցի պատասխանը ռազմավարական մակարդակում, թե ինչպես աշխատել մեր պատմական հիշողության հետ, գոյություն ունեցող մոդելներից որևէ մեկի ճանապարհով գնալ, օրինակ, կամ 4-րդ մոդելը փորձել, ասենք, Համար գիտական միտք է պետք։ Գիտական, ինտելեկտուալ միտք է։ Գերջան, բայց առանց դրա կներեք։ Բայց ո՞ր է պատվիրատուն, ում է հետաքրքիր։ Դրամայում ես ասում ծուլությունը հենց դա է։ Չէ, դա սխալ հարցադրում է։ Ուսումնասիրությունների համար պետք է լրջագույն պետական մոտեցում, որպեսզի դու կարողանաս գիտական համայնք ստեղծել։ Բայց ես թվում ասենք Միացյալ Նահանգները, Բրիտանիան, մենք չենք ստեղծում։ Անխելք պետություններ են, որ այդքան միջոցներ են ուղղում think Մենք չունենք, մենք 30 ավել տարվա ընթացքում չկարողացանք պետական եւ think tank-ային, այսպես ասած, մշակույթ ձևավորել, որ մարդիկ կարողանան հետազոտություններ իրականացնել։ Մենք փակում ենք այսօր ակադեմիան, լավ, փակում ո՞րն է, այդտեղ էլի տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, շատ ու շատ համալսարաններ ուղղակի փաստացի չեն դարձել լաբորատորիաներ գիտական, որոնք պիտի լինեն, պիտի արտադրեն, ինչ անեն։ Ինչպես օրինակ, չգիտեմ, զբաղվեն մեր պատմության ուսումնասիրումը, երբ որ պատմաբաններ արդեն նորմալ համարյա չունենք։ Ձեր ասած ես հասկանում եմ շատ լավ եւ ցավոք ճիշտ բան եք ասում, ցավոք։ Բայց դա գին ունի, այդ գինը մենք վճարելու ենք բոլորով միասին, այսինքն դա էլ է տարբերակ։ Գիտեք ինչ, նորից այդ օրինակը բերեմ հիվանդման։ Հիվանդ մարդը կարող է չնկատել իր հիվանդությունը, դա էլ է տարբերակ։ Բայց ինչ որ մի պահի անխուսափելիորեն գալիս է, չէ՞։ Դրա գինը վճարելու ժամանակ երբեմն շատ ցավոտ գինը։ Հիմա վերադառնալով մեր մոդելին, թե հիշողության ինչպիսի մոդել մենք ունենք, այստեղ ամենազարմանահրաշ այլ բան է եւ ամենասարսափելին։ Եթե նախկինում հանուն ճշմարտության, հա, ասենք Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում, դրան հաջորդած Քոչարյանի, Սարգսյանի, ինչ որ առումով մենք կարող էինք այս գոյություն ունեցող հիշողության մոդելների մեջ տեղավորել քաղաքականությունը։ Պլյուս մինուս։ Նիկոլ Փաշինյանի պարագայում ըստ էության Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին պարտադրում է, փորձում է պարտադրել բարի բուն իմաստով նոնսենս, անիրականանալի, աներևակայելի բան, մոդելը կարող ենք մենք անվանել պարտադրված ամնեզիայի մոդել։ Այսինքն պետական իշխանությունը ժողովրդին պարտադրում է կորցնել հիշողությունը։ Նայեք, որպես քաղաքականություն սա ոչ միայն անընդունելի է, Գևորգ, դրա մասին չենք խոսում, որպես առօրյա քաղաքականություն։ Սա նաև հեռատես չի, սա նաև չափազանց անլուրջ է։ Եվ ավելին ասեմ, պարտադրված ամնեզիան, եթե ժողովրդին պարտադրվում է ջնջել հիշողությունը, մոռանալ, դա ուղիղ ճանապարհ է դեպի ռևանշիզմ։ Ես կասկած չունեմ, որ օրինակ Թուրքիայի Հանրապետությունը, որը հակառակ էֆեկտ է տալու։ Իհարկե, օրինակ Թուրքիայի Հանրապետությունը, որը մեզ դա դուր կգա, դուրս չի գա, չափազանց լուրջ պետություն է, այս խնդիրներին մոտենում է շատ լրջմտորեն։ Եվ ահա ստեղ է բանալին այն մեզանում տրվող հաճախ տրվող հարցին,
թե լավ Նիկոլ Փաշինյանը առերևույթ բավարարել է Թուրքիայի ունեցած բոլոր նախապայմանները տասնապատիկ։ Ինչու է այդքան բանից հետո Թուրքիան նույնիսկ նվազագույն, հա, երբ որ խոսում ենք միջպետական հարաբերությունների մասին, քայլ չի անում ընդառաջ Հայաստանի Հանրապետությանը այսօրվա սահմանների բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կամ այլ տեսքով։ Իմ խորին համոզմամբ այստեղ է թաքնված գլուխը, որտեղ նրանք ի տարբերություն Փաշինյանի շատ լավ հասկանում են, որ ժողովրդին պարտադրվող, այսպես ասած, պարտադրված ամնեզիան ոչ միայն քաղաքական առումով հարցի լուծում չի, այլ իր խորքում, սնուցում, ոռոգում հրահրում է այն ինչ որ այլ ժողովուրդների պարագայում բնորոշվում է որպես պատմական ռևանշիզմ։ Իմիջիայլոց դուք հիշատակեցիք Արցախի կորստից հետո Ադրբեջանի հետ, չէ՞։ Նույնը վերաբերելի է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ես կասկած չունեմ, ես ուղղակի այս իշխանության այդքան շատ լավ չեմ ճանաչում, ի նկատի ունեմ որոշումների կայացման տրամաբանությունը, խորությունը, բայց իրենց հետևելով մի քիչ կասկած ունեմ, որ ընդհանրապես կա, այսպես ասած, պատասխանատվության զգացում եւ մտքի խորություն որոշումների կայացման։ Նույնը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հերանեկարների մասին է։ Տեսեք, մեզ այդ հարցը տանջում է, լավ, Ադրբեջանը այսքան ազգային նվաստացումից հետո Փաշինյանի ձեռքով ամեն անգամ նոր չէ պայմաններ առաջադրում, ամեն անգամ փորձում ստանալ։ Չեմ վստահում։ Չէ, հələ թողնենք անձին հանդեպ վստահությունը, այսինքն թողնենք առօրյա քաղաքականությունը, որ չեմ վստահում, թույլ մարդ անկելա կոկենք։ Զարմանալի է, դուք խոսիք Թուրքիայի մասին, Ադրբեջանն չի վստահում Փաշինյանը։ Ինձ թվում է, այդտեղ եւս կա այն խորքային պատճառ, ինչ որ ես ասում եմ, որովհետեւ այդ առերևույթ է, գիտեք, երբ որ հաղթած կողմը, ուժեղ կողմը պարտված կողմի մինչև վերջ նվաստացումը կարող է համարել սեփական շահերից բխող։ Պատմական մի անալոգ անցկացնեմ ու գամ իմ հետևությանը, նայեք, առաջին աշխարհամարտում 18 թվականի նոյեմբերի 11-ին, եթե ճիշտ եմ հիշում, Գերմանիան կապիտուլյացիայի ենթարկվեց։ Այդ հայտնի պատմական դեպքը ստորագրվեց եւ այլն։ Եվ ինչի հանգեցրեց այդ անվերապահ կապիտուլյացիան։ Գերմանացի ժողովրդի ներսում, խորքում ռևանշիստական այնպիսի ձգտումների եւ շատ սիմվոլիկ ստացվեց։ Ընդամենը մի քանի տասնամյակ հետո 40 թվականի նույն վագոնում պարտադրվեց ֆրանսիացիներին նույն կապիտուլյացիան ստորագրել տվեցին նույն վայրում, որտեղ իրանք ստորագրել էին ուրեմն առաջին համաշխարհային պատերազմի ավարտին 18 թվականին։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը առերևույթ քաղաքական նպատակարարությամբ երևի իր հաշվարկով գնում է անատամ եւ անվերապահ սահմանզիջումների, հաղթող կողմը այս դեպքում եւ Ադրբեջանը, առավել եւս Թուրքիայի նման պետությունը, իրանք շատ լավ հասկանում են, որ դիմացինին ազգային նվաստացման եղանակով պարտադրված խաղաղությունը դա խորքում ռևանշիզմ ծնող ամենազորեղ միջավայրն է։ Եվ սա զրոյական արդյունքով խաղ է։ Ես չգիտեմ, օրինակ մեր քաղաքականություն մշակողները այսպիսի հարցերի մասին մտածել են, չեն մտածել, բայց ես Երու ջան կասկած չունեմ, որ իրենց երկրներին լուրջ վերաբերող առաջնորդները կամ սրտացավ, ինչպես մեր հարևանությամբ կան, շատ լուրջ են վերաբերում այս տեսակ հարցերին, շատ լուրջ են վերաբերում։ Եվ դա շատ ցավալի է։ Լրջությունը եւ լրջությունը ծուլության հաղթահարման մեծագույն կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որը ես նորից էլի մեզ մոտ այդ լրջությունը չեմ տեսնում։ Սամվել ջան, իմ վերջին հարցը կարճ, եթե կարելի է, դուք խոսեցիք պարտության, եթե ասենց մեկ բառով բնութագրեմ, իհարկե շատ կարևոր բաղադրիչների, շերտերի ամբողջ մակարդակներով անցաք եւ խոսեցիք պարտության անատոմիայի մասին ըստ էության եւ ինչպես է դա բերում թերարժեքության բարդույթի ըստ էության, եթե շարունակենք։ Իսկ ո՞րն է ըստ ձեզ հաղթանակի անատոմիան այդ դեպքում։ Մենք հաղթելու համար նախ պետքա բուժվենք։ Մեր կոլեկտիվ ինքնության ճգնաժամը պետքա հաղթահարենք։ Երբ որ մենք հիմա այդ խնդիրը, հա, դրել ենք, փորձում ենք գտնել լուծումները, գալով արդեն կոնկրետիկայի։ Անխուսափանար է դա անել առանց Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու։
Եվ այդտեղ հարցը բացարձակ այն չի, հասարակության մեծամասնությունը ուզում է, չի ուզում, քանի տարի է ուզում, քանի 100-ամյակ է ուզում։ Խնդիրը այլ բանի մասին է։ Քանի դեռ հայ ժողովուրդը իր հավաքական հիշողության մեջ, իր հավաքական ընկալումներում չի գտել ով էր մեղավոր տեղի ունեցած աղետում հարցի միանշանակ պատասխանը, շարունակելու է մնալ պառակտված եւ այդ պառակտումը գնալով խորանալու է։ Նիկոլ Փաշինյանի հերացումը այն պարտադիր, տեսեք մենք առօրյա քաղաքականության մասին ես չեմ խոսում, բացարձակ։ Այն պարտադիր նախապայմանն է, օրինակ, գիտեք, Երանի այն պետական առաջնորդին, ասենց տեսեք, որը գիտակցելով, որ օրինակ իր որևէ որոշում, դա նաեւ հերացումը, կարող է օգնել իր ամբողջ ժողովրդին ձերբազատվել նման կարևորության հարցից, Երանի այդ մարդուն, ով նման հնարավորություն ունենում է ծանր ու թեթև անելու տես բան որոշել մենք չունենք։ Հա, Նիկոլ Փաշինյանի հերացումը այդ պարտադիր նախապայմանն է, որը թույլ կտա։ Հակի դա խնդրի մենակ մի կողմ է, որտեղ խնդիրը ավելի խորն է, քան Փաշինյանը։ Շատ ավելի խորն է։ Ես այլ բան եմ կատում։ Առանց չի սկսել ցավոք։ Եվ ջան, իհարկե ես հո այդքան մակերեսային ես կարող։ Չէ, ես ասում եմ, որպեսզի դա առաջին հերոստատիտողները նախապայմանն է, որը թույլ կտա մեկ խնդիր լուծել, որ հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ փորձենք բյուրեղացնել մեղավոր էր այդ ժամանակի իշխանությունը։ Ինչպես արեցին ճապոնացիները։ Իմիջիայլոց 2 տասնամյակ անց, երբ որ արդեն ճապոնացիները ոտքի կանգնեցին, պատմությունը նորից սկսեցին վերաիմաստավորել եւ նույն այդ ռազմական առաջնորդներին սկսեցին արդեն այլ կերպ վերաբերվել, արդեն մի փոքր դրական լույսի ներքո, Ճապոնիա միլիտարիզմի եւ պարտության տարած։ Եվ մինչեւ հիմա, եթե դուք լրահոսին հետևում եք, ամեն անգամ մեծ աղմուկ է բարձրանում, երբ որ Ճապոնիայի իսկամեն վարչապետը որոշում է տարին մեկ անգամ Յասկունի տաճար այցելել, որտեղ ամփոփված է սինտոյական այդ տաճարում միլիտարիստական շրջանի իրանց ռազմական առաջնորդները։ Եվ դա մեծ աղմուկ է բարձրանում, հատկապես չինացիների, կորեացիների եւ այլի մոտ, որպես նշան, որ մենք էլի միլիտարիզացվում են ճապոնացիները եւ այլ եւ այլ։ Սա նախապայմանն էր։ Ինչեր է պետք հետո անել։ Մեզ լուրջ իշխանություն է պետք։ Գերո ջան, մեզ պետք է մտքի վրա հիմնված, մտքի ինտելեկտի վրա հիմնված երազանք ունեցող իշխանություն եւ էլիտա։ Կան այդ մարդիկ հայ ազգությամբ հայեր, որոնք ուզեն այդ գործը անեն։ Ես վստահ եմ, որ առնվազն 2 Հայաստանի կբավարարեր նման մարդկանց արկայություն։ Ոնց անել, որ այդ մարդիկ հայտնվեն ճիշտ տեղում եւ գործեն որպես թիմ։ Չունեմ ես այդ հարցի պատասխանը ցավոք սրտի։ Հնարավոր է այդպիսի բան տեղի ունենա։ Տա Աստված, պետք չի բացառել, որ ասում եմ պատմության անիմանալի ընթացքը կարող է այնքան հարցերի պատասխան տալ։ Այսօր մենք գնում ենք այդ ուղղությամբ, որ ճիշտ հակառակ ուղղությամբ ենք գնում։ Մենք այսօր սլանում ենք դեպի անդունդը։ Որն է մեր տիպի մարդկանց, նաև այս տեսակ հաղորդաշարի իմաստը, ապավինել մարդկանց մեր տիպի նկատի ունեմ, մարդկանց ովքեր հանրային դիրքով ունեն առաքելության զգացում։ Ինձ ոչ մեկ չի ստիպել օրինակ մեր գյուղից դուրս գալ, ես գյուղում եմ ծնվել, գնալ համալսարանում կրթություն ստանալ, զբաղվել ինչ-որ բաներով, ոչ մեկ չի ստիպել, դա իմ ընտրությունն է։ Ես ինքս եմ ինձ տենց առաքելություն վերագրել, նույնը դուք, նույնը երրորդը, չորրորդը։ Կկարողանան մեր տիպի մարդիկ իրենց մեջ ուժ գտնել, ժամանակը կտա այդ տեսակ հնարավորություն, ես չգիտեմ, տա Աստված, բայց այսօր մենք լավ տեղ չենք գնում եւ ես միշտ վերջին հատկապես տարիներին ինձ հետ շփող մարդիկ ասում են, որ մեր առաջվա ճանաչած մարդը չի բանի առումով լավատես կամ վատատես լինելու։ Իմ պատասխանն այն է, որ մենք եկել հասել ենք մի հանգրվանի, որտեղ մենք պետք է խոսենք նույնիսկ բաների մասին, որոնց մասին մենք նախկինում լռել ենք, որովհետև այս հաղորդումը դրա մասին է, հետո ուշ է լինելու, որ խոսենք այդ հարցը։ Շնորհակալ եմ շատ։ Դե շնորհակալություն շատ։ Մենք ֆանտաստիկ զրույց ունեցանք եւ այսօրվա խորհուրդը, քանի որ ապրիլի 24-ն է, ես ուզում եմ, որ մենք միշտ հիշենք այդ մեր նահատակներին չմոռանանք, ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքով, իրենց արյունով են վճարել մեր այսօրվա լինելու, մեր պետության, մեր պետականության, այդ բոլոր ժամանակների եւ հատկապես ցեղասպանության դրանից հետո մենք ունեցենք էլի ծանր տարիներ, անընդհատ ծանր տարիներ կարծեք։ Եվ հուսանք, որ ինչպես որ դուք նշեցիք, այդ պարտադրված ամնեզիայից մենք դուրս կգանք, նույն կերպ եւ պարտադրված նաեւ հաղթանակով, այսինքն հաղթանակի պարտադրանք պիտի լինի, չեմպիոն դառնալու, հաղթելու, վերաիմաստավորելու, մեր ինքնությունը ամրապնդելու ժամանակ պիտի գա։
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, սիրելի բարեկամներ, մեզ հետևելու համար եւ ամենակարևորը՝ չվհատվեք։